հետևյալը ով է, որ դասի քիչ է մասնակցել, ով է Ալադուր ալգիրակակրինոտ, ալա։ Ուրեմն, ես հիմա թելադրում եմ պարաշարք, ալաջանի, քիչ արագ գրում ես, բոլորս են մտածում ենք ալանել հետը, ապա գրիշ, կարկաչյուն, հնչյուն, այո, իրական, սյունակ, հնչյուն, խոխոջյուն, հնչյունը առանձիլի, հնչյուն, խոխոջյուն, և սոսախյուն, երհաներ խնդրում եմ մտածել հետևյալ հարցի շուրջ, սոսախյուն, որ բառն է, որ այս շարքում ընդհանուր տրամաբանությանը չի ենթարկվում, ավելորդ էր այս շարքում ընդգրկելը։ Հնչյուն։ Ինչու դու համաձայն ես, որ տեղից ասում են հնչյուն, համաձայն ես ալա, հնչյունն է ավելորդ այս սյունյակում, ինչու։ Որովհետև մնացած բառերի վերջավորությունը ինչու։ Բացի այդ, մնացած հնչյունը ածական է, իսկ մյուս երեք խոսքի մասերը գոյականներ են։ Դրա համար այդ բառի տրամաբանության, այս բառը չենթարկվեց շարքի տրամաբանությանը։ Լավ, նստիրալա, ով չի եկել վերատախտակի մոտ, ալը մնալ վերատախտակի մոտ։ Գրում ենք մշտարթուն, սյունյակ ենք նորից տանում, բարեհնչյուն, դողդոջյուն, համակիցնելն է, այն ամենայնի, ապա մի շրջան դու ունես պատասխան, որ բառն է, որ այստեղ չի ենթարկվում, ասամանյան, բայց պիտի առաջին հնարավորություն տայի նրա խմբին պատասխանելու, ինչու 20-ամյան։ Որտեղ 20-ական 20-րդ է բոլորի թվականների։ Իսկ 20-ամյան ինչ խոսքի մաս է, բայց ինչու ես առանձին գրել, մի շրջան։ Ոչ ոք չի ասում, դա ինչու է առանձին գրված, 20-ամյան ինչ է, ինչ խոսքի մաս։ Ածական, պիտի գրվի, հասկացան։ Լավ, ուրեմն ածական է, լավ, շնորհակալություն նստիր, ուրեմն այստեղ էլ այս վարժության միջոցով մենք շարքերից առանձնացրինք տրամաբանությանը չի ենթարկվող, ինչպես կարող ենք անվանել ավելորդ բառեր, այդ շարքի մեջ, լավ, և հաշվառով ավարտենք մեր այսօրվա դասը։ Արագ երբանի, մի քիչ արագ, կարծում սովորածը արդեն ավելի հեշտ է արագ ձևակերպել։ Գրի ու վերքացր, սովորեցիր այո։ Ով ունի ասելիք, ով է միշտ արդեն, սովորածույթից կմրվի շաբլի, հրնդարի, վեր նաև մանեի թերթիկը, կարդա ու կարդիրում։ Մի քանիսն են գույնի թերթիկները, էնպես արեք, որ քանակությունը վերջում դուք տեսնել, ասացի չէ, գույների իշխերելու Սովորեցինք բառակազմություն, սովորեցինք ճիշտ իրարամենի տերմինները, սովորեցինք վերջացածներով կազմել ածականներ և գոյականներ, ճիշտ ընտրված ածականը կարող ենք հարստացնել խոսքը և դարձնել պատկերը։ Այո, այսինքն մեր սովորած խոսքի մասերով հարստացնել մեր խոսքը։ Լավ։ Դուք տեսում եք մանյալի, համասար ճանապարհի մասնավորի ժամանակաշրջան չփոխենք։ Ածանցներ ունեցող բառերը, այսինքն բառառազմություն, այո։ Էլի բառն ես ասել, ասա մի շրջան։ Լավ, դու մի առանձնատուր ինձ ասա, դուք ու ես ժողովրդական մերասողության դրսեն ուշակարիչ ներողություն։ Այո։ Սովորեցինք տարբեր շրջանցիկներ։ Իսկ մեր քիչ տեղավորվի սյունյակ այնքան նյութ պիտի ունենանք ձեր սովորածներով, իրանց վերջում բացրում։ Գրիչ, ուրական։ Ավելացնում ենք, այն ինչով որված էիք թողել, հիմա լրացնում ենք, ոչ թե
սովորեցինք հիմա, այդ դասի վերջում ավելացրինք։ Դուք հիմա պիտի ասեք, թե դասի ընթացքում ինչ նոր բան սովորեցիք։ Ձեր ուզածը, այն ինչ որ ուզում էիք սովորել։ Սովորեցիք թե ոչ։ Բավականական աստիճանը, որ ավելի ու նվազող է կազմվում։ Նաև նվազական բավականական այո։ Տեսակները։ Այո։ Դե վերեք հասցրեք այո։ Այսինքն մնացած սովորածները երևի թե կրկնում են դրա մոտ չեք ասում, չէ՞, թե չէ կրկնում են, մենք շատ բան սովորեցին։ Էլի կա երեխաներ։ Արա։ Բազմաթիվ ածանցավոր ածականներ և գոյականներ։ Գրփակցին, քիչեն, այո։ Ուրեմն, ինչպես որ սպասելի է, իսկապես որ սովորած նյութը, սովորած նյութը բավական կարծում եմ շատ է, ձեզ համար գոհացիչ է սովորած նյութը, այո։ Լավ երեխաներ, շնորհակալություն։ Հիմա երեխաներ, իմիջայլոց ես հիշեցի, հիմա ես ուզում եմ վկայակոչել, սովորաբար կրթության համար կան նման մտքի խտացումներ, նման մտքեր, ասում են պատմիլ և ես կմոռանում։ Ներկայացրու և ես կհիշեմ, աշխատեցրու և ես կսովորեմ։ Հիմա մենք որ նայեցինք։ Եվ աշխատելու միջոցով և նաև ներկայացնելու միջոցով ցույց տվեցինք և հիշեցինք, բայց նաև աշխատեցինք և սովորեցինք։ Ուրեմն սա թող լինի մեր դասից այսպես հղումը մեզ, հենց մեզ դասից հղումը։ Հիմա երեխաներ վերջին գործողությունն էլ դասի խաչ բառը լրացնենք ու ստանանք մեր հիմնաբառը, խաչ բառը ևս մեր անցած թեմաների վերաբերյալ է, դարձյալ մենք պիտի պատասխանենք խաչ բառի հարցերի։ Հապա առաջին ուշադիր երեխաներ։ Գոյականն ունի որոշյալ և անորոշ առունդ, դու ասացիր առաջին արի։ Մարկեր վերցրու սեղանի վրայից և վերացրու, կարմիրով չէ, կարմիրով թող մնա, գիտես ինչ կանես, կարմիրով այ կարմիրի մեջ կվերացնես։ Առաջինը չէր, ներառություն, որն ասել եմ չորրորդ, ճիշտ է, կուղեցիք, այո, ուրեմն չորրորդում։ Պարտադիր չէ, որ մենք հերթով չէ ասենք ու լրացնենք, ապոն։ Տեսակ դուք համապատասխանությունը և շտկեցիք, կեցցեք։ Առում, եղավ։ Հիմա թվային կարգ ցույց տվող թվականները կոչվում են թվային կարգ ցույց տվող։ Ասա, դասական, արի շուտ, դասական։ Վերջում մարկերները։ Էդ ուր ես գրում։ Այդպես, հորիզոնական։ Չէ, կարմիրով չէ, կարմիրով միայն միջի տառը։ Հիմնաբառը ստանալու համար կարմիրով, դու հիմա սեղով լրացում։ Հաջորդ հարցը կարդամ մինչև մանանակը լրացնի, ուրեմն որ ածականներն են ցույց տալիս մի առարկայի հարաբերվելը մեկ այլ առարկայի, մանյա հարաբերական, արի, մանյան կգրի հարաբերականը, հիմա մինչև կլրացնի, արդեն իմացար չէ լրացնելու ձև մանյա ջան, դե ճիշտ լրացում, մենք անդրադառնանք մյուս հարցին, գոյականը ինչպիսի խոսքի մաս է, թեքով, արի Վերոնիկա, թեքով, արդեն ստացար հիմնաբառը, բայց ստապում ես, Ալեն ջան, համբերիր, ստանանք էլի հիմնաբառը, լուծենք խաչ բառը, վայելենք մեր այսօրվա ձեռքբերածը։ Գոյականի թիվ կամ թվային կարգ ցույց տվող խոսքի մասը կոչվում է Միքայել, թվական, արի, թվական։ Ապա ուշադիր հիմա այբուբենում որերորդ տեղն է գրավում էտ առը, զբաղեցնում էտ առը։ Յոդ։ Ով է գալիս, Լիզարի։ Նա։ Նա։ Արի Լիզարի։ Արդեն ստացել եք, հիմնաբառը, արդեն ստացել ենք։ Յոթը, Եվ որ այդպես է, կարող է դուք ստանաք մյուս վանդակները, ես հարց չասեմ, դուք և հարցը ստանա ասեք և հարցին պատասխանեք։ Էլի կարող եք, հապա հələ մտածեք։ Ու բանը, գոյականի առաջին
կեցես, արի, գոյականի առաջին հոլովը, ուղղական։ Դե որ այդպես է, վերջինն էլ ասենք հոլովը, արի լիք, ներգոյական։ Եվ վերջինը, ներգոյական, այո, երեխաներ, մեր հիմնաբառը որը եղավ, ինչ ստացանք մեր խաչվարության արդյունքում, կրթություն, այն ինչը որ երեխաներ մարդու կյանքում շարունակական է, երբեք կրթությունը չի ավարտվում, չի վերջանում, մարդը իր ողջ կյանքում կրթվում է, միշտ պիտի առաջ գնա, այնպես չէ, որ մենք այսօր ամփոփեցին գոյականացական բնական, նշանակում է դրանց շուրջ այլևս սովորելու բան չունենք, սովորելու բան միշտ ունենք, միշտ պետք է առաջ գնալ եւ միշտ պետք է խորացնել գիտելիքները ու միշտ պիտի հետևել սեփական կրթությանը, կրթության գործընթացին երեխաներ։ Նորից եմ ասում, կրթությունը հավերժ է, շարունակական է, իր ողջ կյանքի ընթացքում մարդը շարունակում է կրթվել։ Դրա համար պետք է մեծ կամ ցանկություն, կամ հասածը ցանկության իմաստով երեխաներ, պետք է ցանկություն ունենալ եւ ձգտել ավելի։ Իսկ հաջորդ դասին արդեն մենք կանդրադառնանք դերանուններին, այդ առումով երեխաներ, քանի որ դասի սկզբում ես նշեցի, որ դուք ընդհանուր գիտելիքներ ունեք միջին դասարաններից, այսինքն դերանուններին մենք ոչ թե որ պիտի անդրադառնանք ու սովորենք, այլ պիտի վերհանենք դարձյալ ձեր ունեցած գիտելիքները եւ բարձրացնենք, խորացնենք մեր ունեցած ավելացնենք նոր գիտելիքներով։ Այնպես որ հաջորդ դասի համար դուք տնային աշխատանք կնախապատրաստեք, կգրեք, այդ մեր կազմած օրինակներից ենթադրենք գոյականացական եւ թվական։ Երկուական նախադասություն գոյականացական թվականի կիրառությամբ, որտեղ դրանք այդ խոսքի մասերը, տեսեք, ես արդեն օգտագործեցի դրանք, էլ չնշեցի գոյականացական թվական։ Այսինքն դրանք փոխարինեք դերանուններ։ Պարզ է։ Այսօր համար այսքան։